Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան նկարագրում է նյութական աշխարհի երկրորդական արարչագործությունը։ Այսինքն մենք քննարկում ենք արարչագործությունը հոգեբանության տեսանկյունից։ Մենք տեսնում ենք, հույսով եմ, որ արիացիները իրենք շատ մանրակրկիտ են դիտարկում այս գաղափարը, որտեղ առաջին հերթին ամենալուրջ գաղափարը, որը հնչեցվում է այստեղ, կայանում է նրանում, որ նյութական աշխարհի հոգեբանական կառուցվածքի համար պատասխանատու է կենդանի էակը, իսկ ավելի ճշգրիտ կենդանի էակի արժեքային համակարգը։ Եվ դրա համար է, որ արարչագործության երկրորդական արարիչը ինքը ըստ արիացիների հենց ինքը կենդանի էակն է, որը, ասենք, մարմնավորված է որպես Տեր Բրահմա, որը ինքը ներկայանում է որպես կենդանի էակների նյութական բանականության մարմնավորում։ Եվ այստեղից մենք հասկանում ենք, որ նյութական աշխարհի հոգեբանական կառուցվածքը անմիջական կապ ունի կենդանի էակների արժեքային համակարգի հետ։ Այս պահին նկարագրվում է արդեն, թե ինչպես էր տեխնիկապես ինչպես էր Տեր Բրահման ինքը այդ երկրորդական արարչագործությունը իրականացնում, այսինքն նրա խնդիրն էր, եթե գերագույն Աստծո անձնավորությունը, որին մենք կոչում ենք արարիչ, միջև այդ արարել էր ինքը տարածությունը, արարել էր մոլորակային համակարգերը, մտածել էր արդեն, թե ինչպիսի օրինաչափությունների է ենթարկվելու նյութական աշխարհը, ապա երբ հայտնվեց Տեր Բրահման, մենք տեսանք, որ շատ հետաքրքիր էր տեղի ունենում այդ ուրեմն արարչագործությունը, այսինքն Տեր Բրահմայի հենց անմիջապես մարմնից դուրս էին գալիս ինչ-որ կենդանի էակներ պատրաստի վիճակում։ Եվ սա հենց դրա մասին էլ խոսում է, որ կենդանի էակի բանականությունից դուրս են գալիս ինչ-որ գաղափարներ, ինչ-որ սկզբունքներ, որով եւ լցվում է այս նյութական աշխարհը։ Մենք ձեզ հետ հիմա նորից չկրկնեմ, տեսանք, որ Տեր Բրահման ինքը սկզբից արարեց գումարներին, այսինքն ազատագրման սկզբունքներին, հետո իր մեջից հայտնվեց ռուդրան, այսինքն ջղայնության կամ տրանսֆորմացիայի կամ ավիրումների մարմնավորումը, եւ դրանից հետո միայն Տեր Բրահման ինքը արարեց 10 որդիներին, որոնք իրենք արդեն ունեին բրահմանիկական բնություն, այսինքն որոնց հիմքը իմաստությունն էր։ Այդ 10 անձնավորությունները իրենք ամբողջ տիեզերքով մեկ ըստ արիացիների, ուրեմն հայտնի են որպես տիեզերքի մեծագույն, ուրեմն իմաստուններ, մեծագույն սրբեր։ Թե ինչպիսի դերակատարություն ունեն իրենք ուրեմն ըստ արիացիների նյութական աշխարհի պատմության մեջ, մենք դեռ լիքը պատմություններ ենք դիտարկելու, որտեղ այդ թեմաները կնայենք ավելի մանրամասն։ Եվ դրանից հետո Մայտրեյան ինքը սկսեց նկարագրել, որ Տեր Բրահման, թե ինչպիսի սկզբունքները Տեր Բրահմայի մարմնի որ մասն էին կազմում։ Ինչպես եթե դուք հիշում եք, ապա կարող ենք ասել, որ այս նկարագրությունը շատ հիշեցնում է Գերագույն Աստծո անձնավորության Վիրատ Ռուպան, չէ՞, որտեղ նույնպես ասվում էր նրա մասին, որ դհարման կամ կրոնականության սկզբունքները իրանք ապրում էին Գերագույն Աստծո անձնավորության, ուրեմն կրծքավանդակում, աստվածամերժությունը ապրում էր նրա մեջքի հետ, մեջքում եւ այլն եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ այս նկարագրությունը ինքը բավականին նման է իրար եւ ոնց որ թե կրկնողություն լինի, չէ՞։ Եվ այո, ինչու ոչ, որովհետեւ Վիրատ Ռուպան դա իրականում գոյություն չունեցող մարմին է, մենք այն ժամանակ դա մանրակրկիտ քննարկեցինք, որ դա այսպես հավաքական պատկերացում է ուղղակի նյութական աշխարհում գործող ուրեմն սկզբունքների մասին,
բայց որովհետև այդ սկզբունքները ինքը առաջնային դուրս են եկել անմիջապես Տեր Բրահմայից, ապա այստեղ ստացվում է, որ ինչ-որ կրկնողություն է գնում։ Եվ ես կարդամ մեր այսօրվա տեքստերը, եւ մենք սկսենք քննարկումը։ Տրփանքը կամ ցանկությունները ուրեմն լույս աշխարհ եկան Տեր Բրահմայի սրտից։ Ջղայնությունը դուրս եկավ նրա ունքերի մեջտեղից, ագահությունը նրա շուրթերից, ուրեմն խոսալը նրա բերանից, օվկիանոսը նրա սեռական օրգաններից եւ ուրեմն արատավոր եւ գարշելի գործունեության ձևերը նրա հետանցքից, որը ուրեմն իր հերթին հանդիսանում է բոլոր մեղավոր գործողությունների աղբյուրը։ Կարդաման, իմաստուն Կարդաման մեծ դևահույծի ամուսինը հայտնվեց Տեր Բրահմայի ստվերից, այսպես ուրեմն ամեն գոն ինքը արտահայտվեց կամ Տեր Բրահմայի մարմնից, կամ նրա մտքից։ Եվ ուրեմն կարողանում ենք հասկանալ, որ 26 եւ 27-րդ տեքստերում արդեն այսպես կամաց Տեր Բրահմայի գիտակցության, եթե այսպես պատկերավոր կարելի ասել, քարտեզը ինքը կամաց ուրեմն արդեն ձևավորվում է եւ ինչ-որ այսպես շոշափելի տեսք է ստանում։ Այստեղ Տեր Մայտրեյան ինքը փաստացի այսպես շատ հետաքրքիր բան է ներկայացնում, սիստեմա է ներկայացնում, չէ՞։ Այսինքն ինքը մինչև այդ նկարագրեց, թե ինչպես Տեր Բրահմայի ուրեմն մարմնի տարբեր մասերից ծնվեցին ուրեմն իմաստունները, այսինքն իր 10 որդիները եւ կրոնականությունը։ Հիմա ինքը ցույց է տալիս մի ուրիշ կողմը, այսինքն եթե մինչև այդ նկարագրվում էին արարիչ սկզբունքները, չէ՞, ապա հիմա, ինչպես տեսանք, ուրեմն նկարագրվեց պայմանավորված վիճակի ուրեմն բաները, պայմանավորված վիճակի որակները, չէ, եւ գիտակցության անկման։ Այսինքն մենք հասկանում ենք, որ այստեղ ոչ մի բանը չի ծնվում պատահականորեն, եւ ամեն մի Բրահմայի մարմնի մասնիկից դուրս եկած ինչ-որ մի երևույթ ինքը ունի շատ խորը ուրեմն սիմվոլիկա։ Հիմա, սիրելիներս, ուրեմն ինչ ասվեց 26-րդ տեքստում։ Ամենասկզբում ասվեց, որ տրփանքը եւ ցանկությունները հայտնվեցին Տեր Բրահմայի սրտից։ Եվ սա ինքը իրականում շատ կարևոր խոսակցություն է, կարևոր թեմա է, որովհետև իրականում թվում է, որ ինչ-որ տարօրինակ գաղափար հնչեց, ինչու համար, որովհետև սովորաբար, երբ որ մենք խոսում ենք սրտի մասին, մարդիկ մտածում են, որ սրտի մեջ պիտի ծնվի սերը կամ ատելությունը, այսինքն սրտի մեջ պետք է ծնվեն զգացմունքները, չէ՞, բայց հիմնականում, երբ որ մենք խոսում ենք սրտի մասին, մենք անմիջապես պատկերացնում ենք սիրո, եւ երբ որ մենք ուզում ենք ինչ-որ մեկին մեր ժամանակներում ասենք, որ մենք իրան սիրում ենք, մենք իրան սրտիկի, հենց իմенно սրտիկի սմայլիկ ենք ուղարկում, չէ՞։ Բայց ինչպես հասկանում ենք, երբ որ այստեղ ասվեց, որ տրփանքը եւ ցանկությունները հայտնվեցին Տեր Բրահմայի սրտից, ապա մենք այստեղ հասկանում ենք, որ խոսքը գնում է ոչ թե մաքուր սրտի մասին, այլ այն սրտի մասին, որը ուղղված է դեպի նյութական աշխարհ։ Ինչու են ցանկությունները ծնվում հենց սրտից։
որովհետև իրականում արիացիները իրենք այսպես են նկարագրում, որ կենդանի էակի նուրբ մարմինը իր մեջ պարունակում է 3 կոմպոնենտ։ Դրանք են միտքը, բանականությունը և կեղծ եսը։ Կեղծ եսը դա այն էլեմենտն է, որի միջոցով Գերագույն Աստծո անձնավորությունը ուրեմն ապահովում է, որպեսզի կենդանի էակը իրեն նույնացնի նյութական մարմնի հետ։ Բանականությունը, եթե շատ պատկերավոր ասենք, կարելի ասել, որ այն գտնվում է ուղեղի մեջ։ Ուղեղն է ներկայացնում բանականությունը։ Իսկ միտքը արիացիները իրենք նկարագրում են, որ միտքը ինքը իրականում ապրում է սրտի մեջ։ Եվ ինչու, որովհետև մտքի ֆունկցիաներն են ձևավորել ցանկություն, զգալ, ձևավորել ցանկություն, պլանավորել, չէ՞, եւ ասենք մտածել եւ մտածել։ Հիմա տեսեք։ Ուրեմն փաստացի մենք ստանում ենք, որ ուրեմն բաները, կապվածությունները իրականում ձևավորվում են կենդանի էակի սրտի մեջ։ Այսինքն, հենց սիրտն է պատասխանում, թե ինչ է կենդանի էակը իր պայմանավորված վիճակում այս աշխարհում ուզում։ Դրա համար է, որ այդ առաջի շարժումը, որը ձևավորվում է որպես ցանկություն վերաբերվող այս նյութական աշխարհին, ինքը ծնվում է հենց սրտի մեջ։ Հասկանում եք։ Այսինքն, ինչի մասին է խոսքը։ Իրականում, տեսեք, ասենք, մենք շատ ենք խոսել դրա մասին, չէ, որ նյութական աշխարհ գալիս են այն կենդանի էակները, որոնք իրենք այսպես վերցնում են իրենց համար որպես հիմք, ներքին հիմք, էգոիզմը։ Այսինքն, երբ որ իրենց համար ամենակարևորը դա է, թե ինչ են զգում իրենք, թե ինչ է պետք իրենց, եւ թե ինչքանով է արտաքին աշխարհը համընկնում իրենց ցանկությունների հետ։ Սա է նյութական աշխարհում ապրող բոլոր կենդանի էակների հիմքը։ Ուղղակի տգիտության եւ կրքի գոյավիճակների ազդեցության տակ այդ հիմքը ինքը ընդունում է, այսպես ասեմ, չէ, տգիտության գոյավիճակի ազդեցության տակ այդ էգոիզմի հիմքը ընդունում է նյութական աշխարհում ամենաայլանդակ, ամենազզվելի ձևերը։ Երբ որ մենք խոսում ենք, ուրեմն, որովհետև տգիտության գոյավիճակը ինքը հենված է ագրեսիայի, թշնամանքի, դաժանության վրա, ջղայնությունից բխող, Հիմա, տեսեք, երբ որ մենք խոսում ենք կրքերի գոյավիճակի մասին, չէ, ուրեմն այստեղ նույնպես մենք չենք կարող ասել, որ կենդանի էակի զգացմունքները իրանք մաքուր են։ Նույնպես կենդանի էակը ինքը շահագրգռված է միայն ինքնաբավարարմամբ։ Եվ երբ որ հարաբերությունների մեջ, ցանկացած հարաբերությունների մեջ չեն բավարարվում իր ցանկությունները, ինքը ապրում է հիասթափություն, սկսում է տառապել եւ այլն եւ այլն։ Ինչու, որովհետեւ իր ներքին պլատֆորման դա էգոիզմն է։ Եվ երբ որ կենդանի իրեն շրջապատող կենդանի էակները չեն բավարարում իր պատկերացումները, կենդանի էակը ընկնում է ողբի մեջ։ Առաքինության գոյավիճակում այնպես չի, որ կենդանի էակի ցանկությունները դադարում են լինել էգոիստական։ Նրանք շարունակում են մնալ էգոիստական։ Ուղղակի առաքինության գոյավիճակի մեջ կենդանի էակը ինքը վերցնում է արդարության հիմքը։ Եվ երբ որ ինքը վերցնում է արդարության հիմքը, տեսեք, ասենք, վերածննդի հետ կապված, չէ, ինքը ստանում է առաջի հերթին վերածննդի մասին գիտելիքը, չէ, եւ այդ տեսանկյունից միշտ կարողանում է զիջել իր ցանկությունները, երբ որ ինքը հայտնաբերում է, որ իր առաջ կանգնած է մի անձնավորություն, որը ավելի շատ ճգնություններ է կատարել, ավելի առաքինի է եւ հետեւաբար ավելի շատ է արժանի
երջանիկ լինելու։ Եվ եթե այդպիսի անձնավորությունը իրենից ավելի բարձր դիրք է ունենում, առաքինի անձնավորությունը հենված լինելով արդարության վրա, այսպես ասեմ էլի, չի խանգարում այդ կենդանիակին, հա, վայելել իր բարեպաշտության արդյունքները։ Երբ որ այդ նույն բարեպաշտության արդյունքների հետ բախվում են տգետները եւ կրքոտները, իրանք անպայման փորձ են կատարում թույլ չտալ, որպեսզի առաքինի անձնավորությունը ինքը ստանա իրեն արժանի երջանկությունը այս նյութական աշխարհում։ Հիմա տեսեք, այստեղ մենք տեսնում ենք, որ իրականում, չէ, իրականում, եթե մենք ուղղակի այստեղ այսպես դեռ որ այսպես սուղ անկյուն նայվեց, չէ, բայց իրականում չէ, որ հոգևոր աշխարհում կա բազմազանություն։ Եվ սա նշանակում է, որ այդ բազմազանության մեջ բոլոր կենդանիները ունեն ինչ-որ ցանկություններ, չէ, վերաբերյալ Աստծուն եւ վերաբերյալ մնացած իրենց հետ ապրող կենդանի էակներին։ Այսինքն մենք այստեղից կարողանում ենք հասկանալ, որ ինքը ցանկությունը, հա, ինքը երբեք չի կարելի դիտարկել որպես մեղք։ Ցանկությունը ինքը դառնում է խնդիր, հա, միայն եւ միայն այն ժամանակ, երբ որ կենդանիակը ինքը որպես իր համար հիմք վերցնում է էգոիզմը։ Ինչի մասին է այստեղ խոսքը գնում։ Խոսքը գնում է նրա մասին, որ եթե այսպես շատ պատկերավոր ասենք, հա, սիրտը ինքը չի կարող լինել դատարկ։ Սա է արիացիների գլխավոր գաղափարը, ինչ որ վերաբերվում է զգացմունքայնությանը։ Սիրտը չի կարող լինել դատարկ։ Ինքը անպայման ինչ որ մի բանով լինում է լցված, չէ՞։ Այսինքն, երբ որ ասվեց, որ տրփանքը դա էգոիզմն է։ Երբ որ կենդանիակը կարևորում է միայն եւ միայն իր զգացմունքները կամ տարածված էգոիզմ, այսինքն իր եւ ուրեմն այն կենդանիակներին, որոնց ինքը այսպես որոնց հանդեպ ինքը կապացություն ունի, չէ՞։ Եվ ուրեմն միտքը ինքը լցված է լինում տարբեր տեսակի ցանկություններով։ Եվ այդ ամեն ինչը, այսինքն տրփանքը եւ ցանկությունները, իրանք առաջացան Տեր Բրահմայի սրտի մեջից։ Հիմա հաջորդը խոսվեց նրա մասին, որ ջղայնությունը դուրս եկավ իր ունքերի մեջտեղից, չէ՞, եւ տեսեք օրինակ ասենք յոգերի համար, չէ՞, այս ունքերի մեջտեղը ինքը շատ կարևոր կետ է եւ սովորաբար համարվում է, որ դա կամքի եւ ուշադրության ուրեմն կենտրոնն է եւ երբ որ ազնվորության կամքը ինքը հանդիպում է պատնեշի, հա, այդտեղից ծնվում է ջղայնություն։ Եթե շատ ավելի պարզ ասենք, երբ որ կենդանիակի ցանկությունները չեն կատարվում, կենդանիակը անկում է ապրում դեպի ջղայնություն, հա։ Բhagavad Gita-ում երկրորդ գլխում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խոսում է հենց դրա մասին 61-62 տեքստերում կամ 62-63 կներեք իմաստություն չեմ հիշում, հա։ Ուրեմն այդտեղ ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է մտահայելով նյութական աշխարհի օբյեկտները, կենդանիակը զարգացնում է նրանց հանդեպ կապվածություն։ Կապվածությունից առաջանում են ցանկությունները, իսկ ցանկություններից առաջանում է ջղայնությունը։ Այսինքն, երբ որ կենդանիակի ցանկությունները իրանք չեն կատարվում, առաջանում է ջղայնությունը, հա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ այդ ջղայնությունը ինքը արտահայտվում է սիմվոլիկայով։ Այս մասը, որտեղ մենք գիտենք, որ երբ որ անձնավորությունը ինքը մտածելուց, չէ, կամ որ ինքը մտածում է, ինքը ինչ-որ մի կամք է ձևավորում։ Ինքը մտածելուց է ունքերը կիտում, մեկ էլ ջղայնանալուց։
չէ՞։ Եվ այդ ջղայնությունը իր մեջ միշտ լցվում է չիրականացված ցանկությունից։ Հիմա եւ դրա համար ջղայնությունը ինքը ծովեց Տեր Բրահմայի, առաջացավ Տեր Բրահմայի ունքերի կենտրոնից։ Հիմա ագահությունը ասվեց, որ առաջացավ Տեր Բրահմայի շուրթերից։ Ինչու հենց շուրթերից։ Որովհետև շուրթերը դրանք տալու եւ վերցնելու սահմանն են։ Շուրթերի միջոցով է, որ բանել ուսոր չերես, ոնց ասեմ ռուսերեն, հայերեն, շուրթերի միջով է, հա, որ կենդանեակը ինքը ընդունում է սնունդը։ Եվ շուրթերով է, որ ինքը արտաբերում է խոսքեր։ Չէ՞։ Եվ իսկ ագահությունը ինքը արտահայտվում է այն ժամանակ, երբ որ անձնավորությունը ինքը իր ցանկությունների մեջ այդ վերցնելու ցանկությունից ուրեմն չի կարողանում գտնել սա չափը, հա, այսինքն ինչ է շակում ագահություն։ Ագահություն դա միշտ նշանակում է, որ անձնավորությունը ինքը անցնում է չափը։ Հասկանում եք, տեսեք, ես շատ եմ խոսում նրա մասին, որ իրականում իրական կրոնական հասարակության մեջ չեն կարող լինել երկու տեսակի անձնավորություններ։ Չեն կարող լինել աղքատներ եւ չեն կարող լինել դժբախտներ, որովհետեւ իրական կրոնական դաշտը ինքը բաղկացած է առաքինի անձնավորություններից, իսկ առաքինի անձնավորությունները իրենք չեն կարող հանդուրժել ոչ աղքատություն, ոչ դժբախտություն։ Շատ պարզ գաղափար է, չէ՞։ Հիմա տեսեք, այ ինչի հաշվին է, որ կրոնական հասարակության մեջ, հա, չկա աղքատություն։ Կներեք։ Դա կատարվում է նրա հաշվին, որ կրոնականության դաշտում, հա, բոլորը ճանաչում են իրենց չափը։ Ինչու՞։ Որովհետև իրանց ներքին հիմքը դա արդարությունն է։ Եվ դրա համար ոչ մեկ երբեք ոչ մի աշխատանքի դիմաց, չէ, չի վարձատրում ավելի քիչ, քան անձնավորությունը ինքը վաստակել է։ Հասկանում եք, տեսեք օրինակ, երբ որ մենք գործ ունենք կրքի գոյավիճակի ներկայացուցիչների հետ, առավել եւս տգիտության գոյավիճակի, ուրեմն ներկայացուցիչների հետ, չէ, իրանց հիմքը միշտ ագահությունն է։ Երբ որ իրանց հիմքը ագահությունն է, դա միշտ նշանակում է, որ գործատուն ինքը միշտ փորձում է իրականացնել մի բանաձև, աշխատացնել ինչքան հնարավոր է ավելի շատ։ Տգետները դա անում են ստրկատիրական հասարակության միջոցով, երբ որ ազնվորությանը ընդհանրապես չեն հատուցում իր աշխատանքի դիմաց։ Այսինքն դա 100%-անի բան է, շահույթ է։ Մարդը ինքը ունի մի հատ կորուստ, երբ որ ինքը ստրուկին առավ։ Շատ արագ այդ ստրուկը ինքը այսպես արդարացնում է այն ծախսը, որը իր վրա արվել է։ Չէ՞։ Եվ ձրի իր ամբողջ կյանքում ավանակի պես դե հիմա արի մի ասանք, աշխատում է իր ուրեմն տիրոջ վրա։ Սա անում են տգետները, որովհետև տգետները իրանք հենված են ագրեսիայի վրա, բռնության վրա, իրանք հակում ունեն բռնության հանդեպ, թեկուզ եւ պարզ է, որ համարում են իրենց էլիտա, բայց իրականում իրանք գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Հիմա
Կրքոտները իրանք ստրկատիրությունը, այսպես էլի բարի բուն իմաստով չեն սիրում, բայց իրանք էլ միևնույն է, նույնպես հենված են ագահության վրա, չէ՞։ Եվ հիմա իրանք էլ այդ ագահությունը իրականացնում են այսպես, որ այո, դու ազատ քաղաքացի ես, բայց ամեն մի գործատու փորձում է իրականացնել այդ բանաձևը, աշխատացնել մաքսիմալ շատ, վարձատրել հնարավորինս քիչ։ Այսինքն այստեղ վարձատրվում է, բայց միշտ խնդիրը գնում է նրանում, որ վարձատրվի շատ ավելի ցածր, քան ինքը իրականում ուրեմն աշխատել է, չէ՞։ Տեսեք, շո, այս երկու դեպքերում ինչ երջանկություն, ինչ համընդհանուր բարգավաճում, ով է ընդհանրապես այդպիսի խնդիր դնում իր առաջ, ոչ մեկ։ Առաքինի անձնավորությունները իրենք այդպիսի խնդիր իրենց առաջ դնում են, ինչու, որովհետև առաքինությունը ինքը հենված է աստվածակենտրոն գաղափարախոսության վրա։ Աստվածակենտրոն գաղափարախոսության հիմնաքարը կայանում է նրանում, որ անձնավորությունը ինքը առաջի հերթին այդպիսի հասկացողություն է զարգացնում, որ բոլոր կենդանի էակները հավասարապես գերագույն Աստծո անձնավորության մասնիկներն են։ Չէ, տեսեք, այդ միակ, եթե անձնավորությունը ինքը լուրջ, միայն այս գաղափարը կարողանա ընդունել, չէ, всё, վերջացավ, ամեն տեսակի անարդարություն, ամեն տեսակի պատրաստակամություն ուրիշ կենդանիակին տառապանք պատճառել, ուրիշ կենդանիակի հետ դաժան վարվել, գլուխ կտրել, ցծի վրա նստացնել, չգիտեմ, պլետահարել, եսի միջա, այդ ամեն ինչը անմիջապես վերանում է։ Այդպիսի գործողությունները, այսինքն դաժանությունը, ինքը անհամատեղելի է իրական կրոնականության հետ։ Հասկանում եք, առաքինության հետ դա անհամատեղելի, ուրեմն սկզբունքներ են, չէ՞, եւ իրականացվում են կամ տգետների կամ կրքոտների կողմից։ Հիմա այ առաքինիները իրենք կարողանում են ձևավորել հասարակություն, որտեղ ուրեմն այդ ագահությունը ինքը որպես մինիմալ պլատֆորմա ղեկավարված է, որպես մաքսիմալ պլատֆորմա, ուրեմն իսպառս վերացված է։ Եվ դրա շնորհիվ է, որ իրական առաքինի հասարակության մեջ չեն կարող լինել աղքատ մարդիկ։ Սա բացառված է։ Հա, ուրեմն բայց մենք կարողանում ենք հասկանալ, չէ, որ ագահությունը ինքը իրականացվում է առաջի բանը, որը արտահայտվում է ագահ անձնավորությունների մոտ, չէ, իրանք միշտ սնվում են ավելի շատ, քան դա իրանց պետք է։ Հիմա, իհարկե, մեր ժամանակներում ագահությունը ինքը ծնվում է հոգեբանական տարբեր կետերից։ Օրինակ, ագահությունը կարող է ծնվել վախից։ Մարդիկ, որոնք իրենք տեսել են պատերազմ, որոնք իրենք այդ պատերազմից մեջ տեսել են սով, հա, իրենք հետո կարող են այսպես շատ խիստ ագահություն ունենան, կուտակելու ագահություն ունենան եւ այսպես չկարողանան էլի սահման ճանաչել, թե ասենք իրականում իրանք ինչ են ուզում, ինչի համար են ուզում, ինչքան են ուզում եւ այլն, չէ՞։ Եվ այո, դա առաջի հերթին արտահայտվում է կերակրի հանդեպ, ուրեմն բանից, կերակրի հանդեպ վերաբերմունքից։ Հիմա ինչ վերաբերվում է, ասենք այդ բանը, խոսակցությունը, չէ՞, իրականում խոսալու ունակությունը դա նույնպես ուժ է, հա, եւ ինքը խոսալը, ինքը կարող է հանդիսանալ ինչպես գիտելիքի փոխանցման ինստրումենտ, չէ՞, այնպես էլ կարող է ծառայի ցանկություններին եւ այդ ցանկությունների մեջ ագահության սահմանը անցած
խոսակցությունների մասին, չէ՞։ Հիմա ասվեց, որ օվկիանոսները իրենք առաջացան Տեր Բրահմայի սեռական օրգաններից։ Սա շատ այսպես անսովոր սիմվոլ է, չէ՞։ Ու հատկապես ասենք այն կրոնական տեսությունների ներկայացուցիչների համար, ովքեր որ իրենք սովոր չեն, որպեսզի առաջագործությունը այսպիսի մանրամասներով քննարկվի, չէ՞։ Ուրեմն սա շատ անսովոր գաղափար էր։ Ես կարծում եմ, որ երբ որ այստեղ խոսվում է օվկիանոսի մասին, ապա բան է, էլի, խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որ ուղղակի ջուր է, չէ, այլ որովհետև սեռական օրգանները իրանցից արտաբերում են իրականում սերմնահեղուկ, ոչ թե ջուր, չէ, բայց ինքը ասեց օվկիանոսները առաջացել են։ Այսինքն իմенно այդ օվկիանոսը ինքը անսպար, հա, անսպար կյանք ծնելու, կյանքի ուժի հոսքի, ուրեմն բանն է, էլի ջուրը ընդհանրապես, չէ, արյունը։ Ուրեմն եւ այդ աղբյուրից սկսվում է բանը, ասենք կենդանիակը ինքը իր էգի արքանդում միշտ գտնվում է նույնպես այդ ջրի մեջ, չէ՞։ Եվ դրա համար է, որ սովորաբար օվկիանոսը ինքը միշտ դիտարկվում է արիացիների շուրջ գրվածքներում որպես այդ անսահման, ուրեմն ծնողների շրջապտույտի սիմվոլ։ Խոսացվեց դրա մասին, որ կենդանիակի բաները, արատավոր, ուրեմն գործունեության արատավոր ձևերը, իրանք առաջացան Բրահմայի հետանցքից, եւ սա ինքը շատ այսպես ուժեղ պատկեր է, եթե հիշում եք Վիրաթրուպայում նույնպես ուրեմն քննարկվում էր հենց այս թեման, հա, եւ սա ոչ թե խոսում է նրա մասին, որ մարմինը ինքը հայտարարվում է որպես անմաքուր, որովհետեւ իրականում հետանցքը ինքը ծառայում է նրան, որ դուրս են գալիս օրգանիզմի կողմից չօգտագործված նյութերը, չէ՞։ Բայց այստեղ խոսքը գրվում է իմенно արատավոր գործողությունների մասին, չէ՞, եւ դա իրականում այդ որ ինքը իմенно հետանցքից է դուրս գալիս, նշանակում է այն հանգամանքը, որ ամեն մի բան, որից կենդանիակ, այսինքն այդ էլի, որ մեղավոր գործողությունը նա է, ինչից որ կենդանիակը պիտի ազատվի։ Հասկանում եք։ Եվ այո, կենդանիակի օրգանիզմում, հոգեբանական օրգանիզմում, եթե կարելի է այսպես ասել, սկսվում է ինտոքսիկացիայի process-ներ, այսինքն թունավորման process-ներ, հոգեբանության դեգրադացիայի process-ներ, եթե ինքը չի կարողանում ազատվել կամ այսպես էլի բաց թողնել, դուրս թողնել ինքը իր մեջից այդ մեղավոր գործողությունների հանդեպ հակումը, չէ՞։ Ասվեց, որ բանը էլի, այդ բաները, արատավոր գործունեության ձևերը, իրանք հիմք են հանդիսանում բոլոր տեսակի մեղքերի համար, հա։ Ինչի մասին այստեղ խոսեց Մայտրեյան։ Իրականում նկարագրվում է, չէ, որ մեղքը դա այն է, ինչը որ կենդանի կամ այդ արատը դա այն է, ինչից որ կենդանիակը պիտի իր մեջից դուրս բերի որպես աղբ։ Եվ եթե ինքը դա չի անում, չէ, իր մեջ հայտնվում է մեղքը։ Եվ մեղքը դա այն է, ինչը որ թունավորում է կենդանիակին իրականում։
Այսինքն բուկվալն է ոնց որ մեր աղիքը ստամոքսը աղիքային համակարգն է գործում, չէ՞, այն նույն ձևով պրոյեկցիան կարելի է անել հոգեբանության վրա։ Սա են անում հիմա արիացիները, հա՞։ Եվ ուրեմն այդ դեպքում կենդանիակի գիտակցությունը ինքը սկսում է ապրել այնպիսի բաներով, ինչը որ իրականում նախատեսված է նրա համար, որ օրգանիզմից պիտի դուրս գա։ Ուրեմն սա էլ այդ սիմվոլներ։ Հաջորդը 27-րդ տեքստում նկարագրվեց մի հերոս, մի ազնվորություն, որի հետ մենք մի քանի անգամ ենք շփվելու, որի անունը այսպես բարբերաբար շոշափվելու է Բագավատամում, դա Կարդամամունին է, այսինքն իմաստուն Կարդաման։ Ասվեց, որ Կարդաման ինքը մեծ դևահույծի ամուսինն էր։ Մենք հիմա որ դուրս եկանք, անմիջապես մտնելու ենք հենց Կարդամամունի պատմության մեջ։ Եվ ուրեմն խոսացվեց նրա մասին, որ Կարդաման ինքը ծնվեց Տեր Բրահմայի ստվերից։ Այսա, ասենք, ինքը իրականում շատ դժվար հասկանալու սիմվոլ է, թե ինչու հենց ստվերից ընդհանրապես, չէ՞։ Ինքը անունը Կարդամայի, ինքը նշանակում է, կեղտ, գիտեք, ոչ թե կեղտ այն իմաստով, որ ինչ-որ կեղտոտ բան է, էլի, այլ իլ, այդ որ ջուրը, որ միտեղ մնում է, չէ՞։ Ոնց ասեմ, հումուս, հա, այսինքն այդ այն առաջնային բանը, նյութը, չէ, որովհետև ասենք այդ իլիստայը պոչվը, որ ռուսերեն են ասում, էլի, դա նշանակում է մի բան, մի հող, որից հետո կյանք է առաջանում, այսինքն ինքը հումուս է կյանքի համար, հա։ Հիմա, իսկ ստվերը դա իրականում ոչ մի ինչ-որ վատ բան չի, չէ, որովհետև ստվերը ինքը հայտնվում է այն ժամանակ, երբ որ կա լույսը, հասկանում եք, այսինքն ինչի մասին է ուզում խոսել այստեղ, ուրեմն, Բագավատամը, հա, որ նյութական բնությունը նույնիսկ իր այս բան մասը, էլի, ամենախիտ մասը գոյություն չունի ինքնուրույն։ Ինքը ծնվում է լույսի կողքը, հա, եւ ինչպես ստվերը ինքը չի կարող գոյություն ունենալ առանց առարկայի, այդպես էլ եւ նյութը ինքը չի կարող կամ կյանքը չի կարող գոյություն ունենալ առանց Աստծո։ Եվ ուրեմն այդ ստվերը ինքը այդ սիմվոլն է եւ դրանից ծնվեց Կարդաման, այսինքն այդ հումուս հողը իրականում Կարդաման մենք մի քիչ հետո անցնելու ենք մի պատմություն, որտեղ շատ մանրամասը կդիտարկենք Կարդաման, թե ինքը իրականում այսպես արդեն էլի շատ խորքային ինչ սիմվոլ է։ Այստեղ չեմ ուզում ուղղակի առաջ ընկնել, հա։ Եվ այսպես Բայտրոյան ինքը ավարտեց այդ գաղափարով, որ այսպես ուրեմն ամենայն գոն իրենք հայտնվեցին կամ Տեր Բրահմայի մարմնից կամ իր մտքից։ Հա, այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը ինչ-որ շատ հետաքրքիր վիճակում էր հայտնվել, որ ինքը ինչ-որ մի բանի մասին մտածում էր, դա ինչ-որ մի էակ էր դառնում, մեկ էլ իր մարմնի մեջից ինքն իրար ինչ-որ էակներ էին դուրս գալիս։ Հասկանում եք։ Եվ այդտեղից ուրեմն մենք ստանում ենք նյութական աշխարհի առողջագործության հոգեբանական բանը, ստրուկտուրան, չէ՞։ Հիմա ուրեմն մենք տեսանք, որ իրականում Մայտրեյան ինքը առողջագործության հետ կապված նկարագրեց երկու ճյուղ։ Առաջի ճյուղը դա իմաստուններն էին, չէ՞։ Բանականությունը, շնչառությունը, լսողությունը, տեսողությունը, սիրտը, հա, իրանք բաների առաջացնում են ուժ։
չէ, առաջացնում են ուժ, որը ինքը օգնում է հոգուն, որպեսզի հոգին ինքը բարձրանա։ Հիմա երկրորդ ճյուղը դա կենդանեակի պայմանավորված վիճակն է։ Պայմանավորված վիճակ դա միշտ նշանակում է իմաստությունից զուրկ վիճակ, որովհետև տգիտության պայմանավորված վիճակը հիմնականում դա տգիտության եւ կրքերի գոյավիճակների ներկայացուցիչներն են, իսկ իրանք բացարձակապես իմաստությունից զուրկ են։ Եվ այստեղ մենք տեսնում ենք արդեն էգոիստական ցանկություններ, ջղայնություն, ագահություն, մեղավոր գործողություններ, չէ՞, եւ իրանք էլ նույնպես ծնում են ուժ, բայց իրանք ծնում են այն ուժը, որը որ հոգուն պահում է նյութական աշխարհում։ Եվ այդ ամեն ինչը ինքը գոյություն ունի նույն գիտակցության մեջ։ Հասկանում եք։ Այսինքն, այստեղ մենք տեսնում ենք շատ հետաքրքիր հաջորդականություն։ Չի ասվում սկզբից մեղքը, հետո ցանկությունը։ Ասվում է ուղղակի հակառակը։ Սկզբում սրտի մեջ մտնում է էգոիստական ցանկությունը։ Եվ կենդանեակը սկսում է փնտրել այդ ցանկությունը բավարարելու ձևերը։ Այդ ձևերը, այսինքն եթե իր մոտ այնպիսի ցանկություն է, որը դժվար իրականանալի է, ինքը կարող է իր ներսում գալ ինքը իր հետ համաձայնության, որ իր ցանկությունը իրականացնելու համար կարելի է մեղք գործել։ Որն է մեղքը։ Արիացիները իրանք ասում են այն դաժանությունը, որին կենդանի էակը պատրաստ է իր ցանկությունը իրականացնելու ընթացքում, հա, կիրառել ուրիշ կենդանի էակների հանդեպ, կոչվում է մեղք։ Այսինքն արիացիները իրենք չեն ասում, որ երջանիկ լինելու ցանկությունը նյութական աշխարհում դա մեղք է։ Իրանք ասում են ոչ, հոգին արարված է երջանկության համար։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անկախ նրանից, թե հոգին ուզում է ապրել իր հետ, թե առանց իրա, բոլոր կենդանիներին երջանկություն է ցանկանում։ Բայց եթե այդ երջանկության ճանապարհին կենդանի էակը ինքը ուրիշ կենդանի էակներին տառապանք է պատճառում, դա գործողություն է, որի դիմաց ինքը պիտի պատժվի, այսինքն դա մեղք է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ մենք տեսնում ենք էլի, որ ինքը չի խոսում նրա մասին, որ առաջինը մեղքն է, ինքը խոսում է նրա մասին, որ առաջինը ցանկությունն է։ Հասկանում եք։ Եվ այսպես մենք հասկանում ենք, որ այդ սրտի թուլությունները իրանք պատահական չի, որ առաջանում են կենդանեակի սրտի մեջ։ Հասկանում եք։ Եվ այդտեղ կա կարգավորված արտահայտություն, չէ՞, այսինքն կենդանեակը ինքը կոնտակտի մեջ է մտնում նյութական աշխարհի օբյեկտների հետ, այդ կոնտակտների հետ կոնտակտի ժամանակ օբյեկտների ինքը անմիջապես ձևավորում է միտքը միանգամից ասում է դուրս է գալի, դուրս չի գալի։ Օրինակ, չգիտեմ, իմ հայացքը ընկավ այս առարկայի վրա, չէ՞։ Իմ միտքը ինքը միանգամից խոսում է դրա մասին։ Այս առարկան իմ դուրս եկավ, թե չէ։ Եվ եթե ինքը իմ դուրը չեկավ, ես իրան շպրտում եմ մի կողմ, այլևս երբեք ձեռքս չեմ վերցնում։ Բայց եթե ինքը իմ դուրը եկավ, ես սկսում եմ իրան օգտագործել։ Չէ՞։ Հիմա, եթե ինքը իմ դուրը եկավ, եւ մեկ էլ պարզվում է, որ սա ուրիշի գրիչ է, շատ պրիմիտիվ օրինակ եմ բերում, չէ՞։ Այսինքն կա իմ եւ ինձ դուր եկած օբյեկտի միջով, մեջտեղը հայտնվեց препятствие, խոչընդոտ, չէ՞։ Այդ խոչընդոտը երբ որ հայտնվում է, կենդանեակը ինքը մտնում է ջղայնության մեջ, չէ՞։ Եվ այդտեղ է, որ իր մոտ հայտնվում է այդ ագահությունը, այդ իմ ուզածը կարողանամ պահեմ իմ մոտ, որ իմ մոտից չկարողանան խլել,
չէ՞։ Իսկ մարդու բանը խոսքը ինքը սկսում է արդարացնել այդ ցանկությունը, թե ինչու ես պիտի հիմա պայքարեմ, որպեսզի այս գրիչը հասնի ինձ։ Հասկանում եք։ Իսկ գործողությունները իրանք ամրապնդում են սովորությունը ագահության հիմքի վրա, ուրեմն ինչ որ քայլեր անել։ Եվ այսպես է որ նյութական գիտակցությունը կամ ընդհանրապես կենդանեակի գիտակցությունը ինքը քանի գնում ավելի խորը, ավելի խորն է խորասուզվում նյութական գոյության մեջ, չէ՞։ Եվ այստեղ արդեն անհնար է դառնում, որպեսզի անձնավորությունը ինքը նյութական աշխարհից դուրս գա։ Հասկանում եք։ Հիմա ինչպես եւ մենք միշտ քննարկում ենք, այս տեքստերը իրանք նույնպես իրանց մեջ պարունակում են վտանգ սխալ հասկանալու։ Մարդիկ իրանք կարող են սխալ հասկանալ, որ այս տեքստերը իրանք խոսում են նրա մասին, որ մարմինը ինքը չարիքի աղբյուր է։ Իրականում ոչ, այստեղ ուղղակի մարմինը օգտագործվում է այդ սիմվոլների լեզուն փոխանցելու համար, այլ ոչ թե ինքը մարմինը չարիք է, հասկանում եք։ Երկրորդը, որ ասենք կենդանիակը ինքը կարդացողը ինքը կարող է գալ այդ եզրակացության, որ օրինակ ցանկություն ունենալը դա ինքն իրեն արդեն վատ է, որտեղ տեքստը հենց դրանով սկսվեց, չէ՞, բանը դրփանքը եւ բանը ինչներ կներեք մոռացա դրփանքը եւ ցանկությունները, չէ՞, այսինքն էգոիստական էգոիզմը եւ ցանկությունները, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այստեղ մենք պետք է հասկանանք, որ եթե կենդանիակը ինքը մտածում է, որ ինքը ցանկությունը արդեն դա վատ է, տեքստը ինքը դրա մասին ընդհանրապես դրա մասին չէր։ Հասկանում եք, տեքստը ինքը քննարկում էր ցանկության ուղղությունը, այսինքն ինչ ուղղությամբ է բանանում էլի շարժվում իմ սիրտը։ Եթե ինքը շարժվում է էգոիզմի եւ էգոիստական ցանկությունների հիմքի վրա, ապա այո, դա անպայման դառնում է կենդանիակի դեգրադացիայի հիմքը։ Հիմա կարելի է սխալ հասկանալ, որ Բրահմայի ստվերը, այսինքն ինքը ստվերը, դա ինչ որ չարիք է, չէ՞, բայց իրականում ստվերը առաջանում է միայն այնտեղ, որտեղ կա լույսը։ Հա, իսկ լույսից չի կարող առաջանալ որևիցե վատ բան։ Հասկանում եք։ Եվ սա ինքը ուրեմն շատ կարևոր էր։ Հիմա ինչ ստացանք մենք։ Եթե մենք այդ ամենասկզբից տեքստերը կապելով գանք, չէ, ուրեմն մենք ստացանք, որ սկզբում արարվեց իմինավոր արարչագործությունը տարածող սկզբունքների մեջ, սկզբում հայտնվեց Ռուդրան, որը ինքը չսահմանափակված էներգիաներ, չէ՞։ Հետո հայտնվեցին իմաստունները եւ այն որակները, որոնք իրանք ծնվում են դրական գիտակցությունից։ Հիմա այստեղ քննարկվեցին ցանկությունները եւ սրտի թուլությունները, այսինքն այն ինչը որ իմ աշակերտների համար այս տերմինը ինքը հասկանալի կլինի, այն ինչը որ շաստրաները կամ արիացիների սուրբ գրվածքները անվանում են անարթը։ Հա? Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ Մայտրեյան ինքը ոչ թե ուղակի նկարագրում է կենդանիակների բանել, այսպես происхождение, ծագումը, հա? Ինքը հիմա մեզ նկարագրում է կենդանիակի ներքին աշխարհը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ աշխարհում կա ամեն ինչ։ Կա իմաստություն, կա կրոնականություն, կան ցանկություններ, կա ջղայնություն, կա ագահություն։ Հասկանում եք։
եւ նույնիսկ այն նյութական պոչվը, հա, նու հողը ասեմ, հա, լավ, հա, ուրեմն նույնիսկ կա այն նյութական հողը, չէ, որի հիմքի վրա բան է արվում, էլի, արտահայտվում է կենդանիակի կյանքը։ Հասկանում եք։ Ուրեմն մենք տեսանք, որ Մայտրեյան ինքը շատ մանրամասն նկարագրում է բոլոր այս սկզբունքները եւ այստեղ իհարկե ինքը շատ հետաքրքիր թեմա է կարդամամոնին, որի մասին ինչպես ես արդեն ասեցի, մենք շատ շուտով շատ գեղեցիկ պատմություն ենք ունենալու, հա, եւ կամաց-կամաց սկսում ենք հասկանալ, թե ինչպես էին արիացիները պատկերացնում նյութական աշխարհի առողջագործությունը։ Հույսով եմ, որ այս նկարագրությունը ինքը բավականին մեծ օգուտ է տալիս մեզ, որպեսզի մենք կարողանանք շատ ավելի կարգավորված հասկանալ առաջերտին արիացիների գաղափարախոսությունը, երկրորդը այդ գաղափարախոսության կիրառությունը, թե ասենք որտեվ երբ որ մենք գաղափարախոսություն ենք ուսումնասիրում, չէ, մեզ այնտեղ ամենաշատը պիտի հետաքրքրի մի հարց, թե այս գաղափարախոսությունը ինքը ինչքանով է մեզ օգնում, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ այս աշխարհը եւ կյանքը։ Ինչու համար, որովհետեւ եթե մենք սխալ ենք հասկանում այս աշխարհը եւ կյանքը, մենք աշխարհի հանդեպ սխալ սպասումներ ենք ունենում։ Եթե մենք սխալ սպասումներ ենք ունենում, մենք դատապարտված ենք հիասթափություն ապրելու։ Եթե մենք դատապարտված ենք հիասթափություն ապրելու, մենք դատապարտված ենք կամ դեպրեսիայի մեջ ընկնելու եւ հոգեբանական ինքնասպանություն գործելու, կամ ջղայնանալու եւ այդ ջղայնության հիմքի վրա այս աշխարհ դաժանություն մտցնելու։ Դրա համար իհարկե շատ կարևոր է ունենալ գիտելիք, որի միջոցով մենք կարող ենք ճիշտ գնահատել այս աշխարհը։ Եվ դա լուծում է շատ մի կարևոր առաջի հերթին, որ մենք շտկում ենք այս աշխարհից մեր սպասումները, հասկանալով, թե աշխարհը ինչի համար է արարված։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։